Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ կարևոր նախագիծ ենք քննարկում, որովհետև բոլորիս աչքի առջև այն խնդիրը, որ այս նախագծով պետք է լուծվի կամ ընդհանրապես այս կարգավորումներով, որի այդ խնդիրը ավելի մեծանում է։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում օտարերկրացիների աշխատանքին։ Այո, այս խնդիրը կա նաև համաշխարհային պրակտիկայում եւ կան նաև սրա լուծումները։ Ինչը առաջարկում կառավարությունը այս նախագծով առաջարկում է, որ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության գործիքակազմը որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Պարզ ասած, օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը ըստ էության չի գործելու կամ լինելու է բացառապես ձևական բնույթի, բայց դրա փոխարեն ներդրվելու է քվոտաների համակարգ, այսինքն օրինակ ասելու ենք, որ տարեկան կառավարությունը որոշելու է այսքան մարդուց ավել օտարերկրացի մարդ չի կարող Հայաստանում աշխատի։ Սա նորից լուծում չի, եղածն էլ մի բան չէր, այս առաջարկով էլ միևնույն է խնդիրը չի լուծվում եւ ասեմ ինչու։ Նախ ինչն է խնդիրը։ Խնդիրը հետեւյալն է, գանք նպատակից։ Այս գործիքի նպատակը արդյունավետ պաշտպանությունն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկան եւ սա այո լեգիտիմ նպատակ է եւ աշխարհի որևէ երկիր, եթե այդ խնդիրն ունի, այդ նպատակն էլ ունի։ Հիմա ո՞նց են լուծում այս խնդիրը։ Լուծում են երկու գործիքների արդյունավետ համադրմամբ։ Եվ օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը եւ քվոտան պետք է համադրվեն։ Սրա մասին բազմաթիվ անգամներ ասել ենք եւ այս ընթացքում էլ ասում ենք, որ միայն օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը այս մեխանիզմով ձևական բնույթ է կրում, ինչը պարոն Ղազարյանը քիչ առաջ ասեց, որ այո, սա կրել է ըստ էության ձևական բնույթ, բայց 3 տարի հետո ասեց ոչինչ։ Բայց հիմա նորից եմ ասում, ձեր առաջարկը, պարոն Ղազարյան, խնդրի լուծումը չի։ Օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն պարտադիր պետք է տրամադրվի միայն այն դեպքում, ինձ զուգահեռ խոսում եք, մի րոպե թողեք մտքերներս հավաքենք, խոսենք, էլի։ Հետո էլ կասեք ժամանակը չի երիքում։ Չի լսում իր հետ։ Հիմա տեսեք, խանգարում եք, էլի, ասենք թողեք բան, խոսենք, ժամանակը չի երիքում։ Համելօգտակար բան եմ ասում։ Ուրեմն տեսեք, շատ կարևոր է այստեղ, որ Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը գնահատվի, եւ եթե կա մեկ մարդ, որ կարա հավակնի այդ աշխատատեղին, օտարերկրացու աշխատանքի թույլտվության գործիքը դրա մասին է։ Եթե մեկ մարդ կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ կարա այդ թափուր աշխատատեղը համալրի, մենք դա պետք է ապահովենք, որ գործատուն այդ մասին իմանա, իր գնահատումը այդ վերաբերյալ տա, եւ եթե չստացվի այդ համալրումը, նոր դիմի այլ երկրից աշխատող բերի եւ համալրի։ Հիմա դուք այս մասը հանում եք։ Հիմա ասում եք հանում ենք, որովհետեւ լավ չի աշխատել։ Լավ չի աշխատել, ուրեմն պետք է մտածենք, նենց անենք, տեղեկատվական համակարգերը զարգացնելով եւ այլն, որ իրապես նաեւ պատասխանատու պետական մարմին իր գործն անի ոչ թե մատների արանքով նայի, նաեւ իրավական կարգավորումների արդյունքում, որ այս գործիքը աշխատի։ Հիմա սա որ հանեք, թողեք մենակ քվոտավորումը, այն էլ ընդհանուր, առանց իդենտիֆիկացնելու, առանց տարանջատելու, թե այդ քվոտավորումը որ ոլորտներին պետք է վերաբերի, որ մասնագիտություններին պետք է վերաբերի, իդեպ նաև որ երկրներից պետք է վերաբերի, որտեղ այս ռիսկերը տարբեր են։ Այս ընդհանուր գործիքը սրա տեղը բերելու 3 տարի հետո էլ գալու եք, ասեք քվոտավորումն էլ չաշխատեց, խնդիր չլուծեց, եկեք էս էլ հանենք։ Այսինքն կամ հիմա խնդիրը ամբողջության մեջ բերեք լուծենք կամ ավելորդ վարչարարություններով մարդկանց մի տանջեք, սա է ասածս եւ առաջարկս։ Եվ ստեղ այո, խնդիրը բազմաշերտ է, լուծումներն ու գործիքներն է որ կան, ամբողջական ծավալով պետք է կիրառվեն, որ խնդիրը լուծվի ողջ ծավալով։